Açtırıp ժողովուրդ աննես բան եմ մտածել, գիտեք ինչ եմ մտածել, վերանդել նես դարձած արա հոգու բարի չկրս սպասում։ Հարցատրեք, մի խփեք, որ սպանեք ոնց է բանում, գիտեք երբ է խաղալու։ Açtırıp ժողովուրդ աննես բան եմ մտածել, գիտեք ինչ եմ մտածել, վերանդել նես դարձած արա հոգու բարի չկրս սպասում։ Հարցատրեք, մի խփեք, որ սպանեք ոնց է բանում, գիտեք երբ է խաղալու։ Հա, ինչքան ասում եմ, քաղաքականությունից չխոսեմ, չի ստացվում, որովհետև սենց տերետ ինչ-որ մի հատ հարց քեզ սկսում եմ մտահոգել, մանավանդ ըստ նստած, ուրեմն ինչ որ ամերիկյան պաշտոնյա, որը որ անունը չգիտեմ, բայց ծագմամբ թուրք է, ասել է, որ հայկական այդ բաները, մաֆիան, ստեղ կազմակերպված մաֆիա կա, որ հոսպիսները, բաները այդ, այսպես ասած, բժշկական կենտրոնները հայկական մաֆիայի ձեռն է, բայց դրա վերջը տան, մի խոսքով հայերի անունն է նշե ու ամենահետաքրքիրը, որ կանգնած է, ասենք, ասում է, հեսա այս հոսպիսը բան, բայց ասենք հետևը գրած է լավաշ, ասենք, բանն է, մեր հայերի խանութն է, էլի։ Հա, նու ակնհայտ, ասենք, վայրահաճոց է բնականաբար, որովհետև չէ, այն որ հայերը, ասենք, ամենապարկեշտ ազգը չեն եւ ամեն ինչ էլ հնարավոր է իրանցից սպասել, բացի երեխա ուտելուց, ասենք, մարդկանց պոչկեքը ծախելուց, երեխա փախստելուց, բռնաբարելուց, ինչպես է ուրիշ ազգերը անում են, էլի, տարբերություն հայերի։ Ամեն ինչը կարելի է սպասել խարդախության հետ կապված, բայց իհարկե չափազանցված է, շատ է չափազանցված եւ որպես այստեղ հիմա բնակվող եւ տեսնող մարդ, ասեմ, որ իրականում այդպես չի, այդ կազմակերպված հանցագործություն, ասած դա հայերից մի քիչ դժվար է սպասել կազմակերպված հանցագործություն, որովհետեւ մենք սկի չենք կազմակերպենք ֆուտբոլ խաղանք, որ մնաց հանցագործ ունեն կազմակերպված, բայց կան, իհարկե, բնականաբար կան, ագին հոսպիսներ փակվել է, բան տեսել ենք, գիտենք, ագին բժշկական հաստատություն թքել է եւ այլ։ Հա, բայց ասել, որ դա հայերի ձեռն է այդ մաֆիան, եւ պետք է հայերի վերջը տալ, Կալիֆոռնիան պետք է այսպես սխմել բան եւ այլ, իհարկե դա վայրահաճոց է եւ այսպես ասած ոնց ասեմ, թուրքերի գործն է, էլի կոպիտ ասած, հա, ասենք իրանք տենց որոշել են մեզ փչացնեն այս մակարդակի վրա նույնպես։ Ես մի խոսքը դրա մասին չեմ ասում, ասել է լավ է, արի Աստված իր հետ, հիմա ես չեմ մտնելու այդ կեղտոտ բանի մեջ, սկսեմ մտածել, որ ազգն ավելի շատ կեղտոտություն արել, ֆրադ արել եւ գողություն արել, քան որ ազգն ավելի պակաս խուլիգանություն արել։ Ես ուղղակի ուզում եմ այդ ֆենոմենը հասկանամ ժողովուրդ։ Ինչի համար են ուրիշ ժողովուրդները, երբ որ դառնում սփյուռք եւ ունեն սփյուռքի ներկայացուցիչներ եւ որևէ պետության շահերը երբ որ պաշտպանում են, իրանք սենց թեն են հիշում են, որ նրանք այն ազգի ներկայացուցիչներն, օրինակ հрьяաները։ Ես հիշում եմ այն պաշտոնյան էլ կար, որ գնաց Իսրայել, ասեց ես տեղեկել եմ ոչ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչ, այլ որպես հрья։ Հիշում եք, անունը չեմ հիշում, կիմանա կարող եք գրել կոմենտներում։ Իսկ ասենք թուրք է, ասենք ազգությամբ թուրք է, բայց մաքուր ամերիկյան ակցենտով անգլերեն է խոսում, բնականաբար թուրքերեն կարող է ասել, թե մոռացել է, հա, բայց ինքը հիշում է, որ ինքը թուրք է, եւ ասում է, ախ, հայերի մի հատ կզզնեմ ստեղ էլի, որովհետեւ հա մի երկու բան գտել են, բարձա ու ասեն, որ հայերն է մեղավոր, հիմա հայերին դեպորտ պիտի անենք, հայերին պիտի նեղենք, բան։ Ասենք ինչի է տենց հետևողական մեր թշնամին, մեր, ասենք, հակառակորդները կամել եւ այդքան բառադի վատ, փչացած ու բերանս բաներ եկե մերոնք։ Ինչի։ Չեմ կարող հասկանամ։ Ես այդ ֆենոմենը չեմ հասկանում։ Նույն ասենք Ռուսաստանի հայերը, ընդեղից սկսենք, հա, ընդեղից սկսենք։ Դուք տեսեք, որևէ ադրբեջանցի օլիգարխ կամ որևէ բան դուք տեսաք, որ աշխատի Ադրբեջանի դեմ։
Ադրբեջանի իշխանության դեմ։ Ադրբեջանի իշխանությունն էլ չի, ասենք այն Ադրբեջանի ժողովրդի երազած իշխանությունը չի, էլի, չէ, ասենք իրանք էլ նորմալ մարդիկ կան մեջները, բան կան, ասենք, այդ ասենք ու պատկերացնում եք նավթի վրա նստած Ալիևի ամբողջ ընտանիքը բաման այս sense ապրում է, իսկ Ադրբեջանի հնանումները համարյա նույնն է, ասենք նույն ասենք բան, նույն կիսաղքատ ապուշ վիճակն է, բայց Ադրբեջանը կարող է Դուբայ ալեր վաղուց, էլի, հա։ Բայց մի հատ Սփյուռքում իրանց մարդ չգտնվեց, որ խոսա դեմ Ալիևի ռեժիմին։ Ոչ թե ਜੋ քաղաքական գործիչ կամ բան, չէ, իրանից բան ներկայացնող, քաղաքական վերլուծաբան, չէ, իրանից բան ներկայացնող, ասենք, հարուստ մարդ լինի կամ որևէ պարլամենտում նստած մարդ լինի, բայց ազգությամբ ադրբեջանցի կամ թուրք հելնի ասիարա ոբշի մեծ Ալիևը զզվծրեց արդեն բանես ինչ։ Արա իսկ մերոնք արա, որը չես թքում հայ են, բայց ցեխը լցնեն Հայաստանի Հանրապետության վրա, ցեխը լցնեն ժողովուրդ։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մեր երազած կառավարությունը չի, բնականաբար։ Բայց դուք տեսեք իրանց լոբիները ոնց են աշխատում մերը։ Ամբողջ կյանքներս ասենք մեր հայկական լոբին Ամերիկայում, լոբիները մեր բան, ուր եկար այլ լոբիներ։ Թուրքը հելելա, լցում է վրեկներդ։ Լցում է։ Ասում որ դու գող եք, ավազակ եք, ասում որ Կալիֆոռնիայից սա հայերին պետք է ռադ անեն, որ էս պետք է անեն, նեն պետք է անեն, որ սա հոսպիսները բանը սա հայկական են, ու սա հայկական հոսպիսները պետք է փակվի միայն բան, ու տենց լստում է վրեկներդ։ Այնինչ էս վերջերս էլի բռնել էին, չինականներ ինչ էր, 150 քանի հոգի գրանցված էր, բայց դե մի հատ մարդ չկար այդ հոսպիսում։ Մանկապարտեզներ են բռնում, չինական, մեքսիկական, տարբեր բան երկրների, ասենք, տենց ինչ որտեղ ներկայացուցիչների, որտեղ ոչ մարդ է գրանցված, ոչ բան, ու տասնյակ տարիներ փողը ծծել են բանից, պետությունից։ Իրանց մասին ոչ մի խոսք, հայերն են մեղավոր, ամեն ինչ հայերն են մեղավոր, ու թուրքերի ձեռով։ Իսկ մեր լոբիները, թաշնակները որտեղ են, թաշնակները։ Փամիա ձեն անեք, արա հազիվ սպասեք, որ ասնե Փաշինյան գազնե, հելիք իշի նման պլակատները բռնեք, դու դավաճան ես, դու ես, բդուկ ինչ եք, արա, ալո, այլ լոբիներ, քաքեցին վրեկները տարա, միա ձեն անեք հլը։ Եկան անճարեք, որ մի հատ մարդ է չունեք վերևը, մարդ իսան չունեք վերևը, հելնի դրա ձերը բռնի ասելը, հո պարես ընչեր ես ասում։ Ու գնա մի հատ Տրամպի կաբինետ բաման ասի, աղբեր ջան, իրական տենց չի, հա, կա, պայքար ենք, բայց տենց չի, որտե՞ղ եք։ Դե Ռուսաստանի մասին չեմ խոսում։ Ռուսաստանի մասին չեմ խոսում։ Այդ բանի կարայ ոնց էր Տաշիրի, ասենք, կուսակցությունը հիմա ինչ է անում, ասենք, եկել է Անդեից Հայաստան, ասել է 300,000 աշխատատեղ ենք բացելու Հայաստանում։ Յետո ստի լավը թե բացելու եք, ստե են ասում։ Ես իմ չտնտեսագետ հալով հասկանում եմ, որ ասենք, եթե մի երկու հատ գործարան ես բացում, որ դե կարա 50,000 հետի գործալա չգիտեմ, բայց մարդ աշխատի, այդ մարդկանց գոնե մի քանի տարի պետք է, որ մասնագիտություն ձեռք բերեն։ Հա, եթե 300,000 փողոց ավլող ալնելու, ես եք արամ փողոց ավլեմ, բայց դժվար թե Հայաստանում պետք է լի փողոց ավլող 300,000 մասնագետները պետք է, գործարաններ պետք է բացվի, բամ պետք է բացվի, չէ, դա ուր եք տրռցնում, որա մեռելի կոստյումները հակած, սաղորը խոսում է, Ռուսաստանից եկել է, մեկը չկա, մեր հայերիս մեջքին կանգնի, ինչ պորնիկ ու եսիմ, ինչ ասել է, ինչ կա, Ռուսաստանում լցած, լցում է Հայաստանի Հանրապետության վրա, տո իշխանության հետն էլ անիծած աղբեր, իշխանությունը այսօր կա, վաղը չկա, բայց այդ մարդիկ հայ են, ու խոսում են պետության դեմ, հասկանում եք, Հայաստանի Հանրապետության դեմ եք խոսում, դուք։ Ես այդ ֆենոմենը չեմ կարում հասկանամ։ Գիտեք ինչ, այն ստորին մակարդակի վրա միշտ զգացել եմ ստեղ ինչ-որ տենց բան,
ոնց է կոչում, սոլիդարնեստ էլի, ինչ որ տենց արա հա ենք արի որ իրար օգնենք, բան եւ այլն, ասենք զգում ես մի նոր մարդ է գալի, մարդա մի աթոռ, մարդա մի գտալ, մարդա մի բաժակ բան, հայրը խուն ոնց անենք, զանգենք, այն մարդը որոնց հետ երբեք չես շփվում, սկսում են շփվել իրար հետ, օգնել, դպրոցա, էսա այնա, ինչ որ տենց մի օգնություն բան կա, ինչ որ տենց իրար բռնել կա, поддержка կա, բան կա։ Արա հենց մի քիչ բարձանում են դառնում են իրար թշնամի սաղ թշնամի են իրար, խի արա, խի, ինչու, մնացել եք մի քանի միլիոն ենք մնացել արա, լավ մեկը չկա հիմա վեր կենա, այս կամբակ սպյուրքից ասենք, որը որ միլիոնավոր մարդիկ կան, բայց բան էլի տենց ասենք Սերգեյ Դանիելյանը չի ասենք, որ ասենք քնձր հելում խոսում ասենք, հա ինչ ասենք մի 20,000 է նայեց, չէ, պաշտոնյա, լավ բացի քրքորանը մեռել է արդեն ժողովուրդ, Շարլ Ազնավուրը թաղեցիք, всё պրծանք, էլ մարդ չկա, NASA-ում լիքը մարդիկ ունենք մենք, օ Սիլիկոնովая դալինը սաղ հայ են, սաղ, Google-ում իրեք ինչքան հայ կա, սաղ, սա Google-յան է էդի, Google-յան է իրականում Google են ասում, որ չիմանան որ հայ են սաղ, բայց այդ Google-ում մի հատ մարդ չկա, էլի ասի ախպեր, ես Google-ից եմ գիտեմ որ տես բան չկա, ուզում եմ պաշտպանեմ այդ իմ ասենք ժողովրդի ներկայացուցիչներին, որ տես բան չկա իրականում սուտ է ասում այդ մարդը, այդ թուրքը, որ սա հոսպիսները Կալիֆոռնիայում սա հայերինն է ու իրանք են անում, սա այդ հայերն են, ընդհանրապես Ամերիկան քանդվում է հայերից հեռով։ Մեկը չկա, մի ձեզ եմ ասում, թասիբի եմ գցում, տղեկ, այնքան որ։ Թասիբի գցեմ գոր։ Հա, մեկը չկա հենի խոսա։ Այ էտա մեր դարդը ժողովուրդ, մեր դարդը էտա։ Լավ, երկրորդ թեման։ Քոչարյանը ասուլիս է տվալ։ Տափակ հարցեր են տալի, տափակ։ Նիկոլ Փաշինյանը էս ասեց, էս է պաշտպանում է։ Նիկոլ Փաշինյանը են ասեց, են է պաշտպանում է։ Էս էլ ասում է, չէ, դե լավ, վերջապես պետք է գանք ու դզենք, մենք բոշի, մենք հեսա տենց գալիս ենք Նիկոլին, հալը մենք կայլը մենք լավ արնելու։ Ես մի հատ հասարակ օրինակ բերեմ, որ սաղը բերաններդ փագեք, նախկին, ներկա ու ապագա։ Առողջ օրգանիզմում քաղցկեղ չի ծնվում, առողջ օրգանիզմին վիրուսը չի կպնում, մեր օրգանիզմը անառողջ է եղել, դրա համար ենք Նիկոլ ունեցել, հասկանում եք, լավն է, վատը էտա, անառողջ օրգանիզմ է եղել, որ մենք ունենք թույլ վարչապետ, ոչ կոմպետենտ բաներ, պետական մարմիններ, նու եւ այլն եւ չեմ ուզում այդ խոսույթը բան ընտրածին, դեվեճեն, նվեճեն, էշեշ չեմ ուզում դուս տամ։ Այդ անառողջ օրգանիզմն է որ ծնել, իսկ այդ օրգանիզմին չի անառողջ եղել, պարոն Քոչարյան։ Որովհետեւ դուք եք եղել, որովհետեւ ձեզ Լևոնն է բերել Վազգենի այդ ոչ ու փուչ եղած բերեցին, հա, հակասահմանադրական ընտրվեցիք, տվիք անդազան արիք 10,000 հոգի մարզպանիկ Սերժին դերիք, որև Սերժն է եղել, սաղ իրապ, սաղ ով ինչ կա, բաման, սաղին դարդեց պաշտոնյա, մի հատ կարես աշիք սենց լաստշկա բարերով, ունքերով իր աղպերը, բաջանաղը, փեսեն ու զահրումարը ու ես իմ ինչ բան, կորուպցիա կանվերտներով իրար փող տալը, բաման և, գիտեք էլի, գիտեք, բանակը մարդունակ է, լուրջ եք ասում արա, լուրջ, ժամանակին, որ ռուսների քամակը չմտնեիք, այդ բանակը տես մարդունակ չեր լինի։ Այնա թողեցին մի ձև, տես մի ձև կրեցիք, բավերու էտ հաղթած պատերազմը չկարողացաք, հետո մանետիզացնեք։ Էտ էլ տենց, ու հիմա մի ասեք, Նիկոլին բդի փոխենք, որ մենք կանք, այդ անառողջ օրգանիզմը, պտած օրգանիզմը, այսօրվա դրությամբ, ես մի եզրակացության եմ եկել, ժողովուրդ ջան, պետք է դրսից ինչ-որ ներարկում լինի, պրիվիվկա, հա, ինչ-որ պետք է գան, ինչ-որ պրիվիվկա անեն, ինչ-որ բան, պատվաստում անեն, օրգանիզմը էլ հիվանդություն չեն թունի, ինչ-որ մի հատ նոր բան գա,
Երբ կլինի դա, ես չգիտեմ, դրսից է դեկա չգիտեմ, Թուրքիայից կամ Ռուսաստանից կամ Ամերիկայից բանից գա, լավ չի լինելու։ Բայց միգուցե եթե այդ պատվաստումը լինի եւ օրգանիզմը մի քանի տարի չհիվանդանա, կարող է ինքը իրան դզվի մի բան ստեղծի։ Այսօրվա դրությամբ հայ հասարակությունը չի կարող ունենա նորմալ բան, ղեկավար ժողովուրդ, դե չի կարող վсё էլի։ Հիմա շատերը կնեղանան, ասեն, լավ էլ ինչեր ես ասում, դու բան չ։ Այդ իմ սուբյեկտիվ սխալ կարծիքն է։ Սխալ կարծիք է։ Աստված տա ես սխալ լինեմ։ Այսօր չի կարա։ Ժամանակ է պետք, ժողովուրդ ջան։ Ժամանակ։ Այս ժամանակը պետք է օգտագործել մի ձև ինստիտուտները մի քիչ շտկել, կրթություն ստանալ, չգիտեմ, ասենք, տես, մի քիչ ասենք, ամեն մեկ իր գործը լավ անի, բաման, մի քիչ կամած, եթե հասցնենք, ոտի կանգնենք։ Եթե հասցնենք։ Բայց այդ նախքին ու ներկա այդ տինտիրիտները, գիտեք, այնքան խնդալու է, հասկանում եք, սիֆիլիսի, ասենք, բանը, միկրոբը, հենց տրիպերի հետ կռիվանում օրգանիզմի մեջ, թե ով է հետո օրգանիզմում ապրելու։ Մեկը սիֆիլիսա, մեկը տրիպերի շտաբերություն։ Մեկը քաղցկեղա, այն մեկն էլ բանա, սպիդա, ինչ տաբիդը խփեք, սենց խփեք։ Բայց օրգանիզմը ընդհանուր անառողջ է, դրա համար այդ սիֆիլիսն ու սպիդը բաման իրար հետ ապրում են այդ մի օրգանիզմում ու իրար սենց թե ով է սպանելու այդ օրգանիզմը վերջապես։ Բայց իմացեք, օրգանիզմը սպանեք, դուք եք սատկելու հետո։ Հասկանում եք, սատկելու եք երկուսդ էլ։ Վիրուսի ֆենոմենը հենց այդ է, ինքը չի հասկանում։ Ինքը կրծում օրգանիզմը ներսից, այնքան մինչև կշտանա լափի, օրգանիզմը սատկում, հետո ինքն էլ է սատկում։ Դա իմ կարծիքն է, ժողովուրդ ջան։ Կարող է պատահի այդ կարծիքը, այսպես ասած, այնքան էլ լուսավոր չի, ներեցեք, այդ է։ Այսօրվա դրությամբ դա է։ Հաշտվեք։ Ես այլ բան չեմ տեսնում, որովհետև սիստեմը տենց է սարքած։ Դեռ կամ էլ տենց ասեմ, դեռ աշխարհին պետք չի, որ ներարկվի ինչ-որ մի հատ տենց այդ բանը, տենց այդ պատվաստում, որպեսզի հետո թե ինչ-որ մի բան ծնվի, որ օրգանիզմը առողջանա։ Կներեք, ոչ մի լավ բան չասեցի, որ ես ձեզ չեմ էլ խոստացել երջանիկ կյանք, եթե ես տառապում եմ, դուք տառապեք, ինչ այլ է, որ կարող է ինձանից լավ լեք։ Եկեք ներկայաց բանս, ուրիշ բան ինչ կարամ ասեմ, սա երևի նախավերջի ներկայացումը քիչ է մնացել, ես ապտիկամ Հայաստանում խաղամ արդեն, ամսի 3-ից սպասում եմ վերանդայում, շատ լավ հյուր ունենք, շատ լավ կոլեկտիվ եմ հավաքել, այսպես ասած, շատ պրոֆեսիոնալ երաժիշտներ են ու նաև ստենդափներ, ինչպես միշտ ասենք կլինի, ես հաճույքով ձեզ հետ քիչ կխոսեմ, կտժանք եւ կգնանք տուն, այսպես ոնց որ ասում են, հետ ամնում էլի։ Լավ։ Առայժմ կոմենտները հիշեք էլի ոնց եմ սիրում ձեր այդ կոմենտները մանավանդ ռուսերեն տառերով ու հայերեն բան խոսքերը, կամ լատինատառ որ գրում եք, գրեք հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Ու մեկ էլ այդ քֆուր որ գրում եք, ձեր ընտանիքի այդ բառապաշարը ալիքից վրա մի բերեք։ Նույն բանը խոսեք ձեր մամայի հետ, ձեր աղջիկների, տղեկի բան, ձեր բարեկամների հետ խոսեք այդ բառամթերքով, ինձ այդ պետք չի, ես այդ լեզուն չեմ հասկանում, այո։ Կնոպկել։